Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 7-ի համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու, շաբաթ օր է, հաջորդ օրն էլ արդեն մարտի 8-ն է։ Մարտի 8-ի համար առանձին տեսանյութ կանեմ, տեսնենք բոլորիս ինչ է սպասվելու։ Իսկ հիմա գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 7-ին։ Խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթահարեք այդ օրը։ Միգուցե ճանապարհի հետ է կապված, միգուցե ինչ-որ գործերը առաջ մղելու հետ է կապված։ Այդ խոչընդոտները կամ ստեղծում է ոչ տղամարդ, կամ կօգնի այդ խոչընդոտները լուծել։ Եվ եթե այստեղ առաջ տանելու հետ է կապված գործերը կամ ճանապարհ եք ուզում գնալ, ինչ-որ խոչընդոտներ կան, ապա դա եւս ինքը ձեզ կաջակցի կօգնի։ Առաջ կտանեք ձեր գործերը։ Նաև ոմանք այդ օրը բիզնես կբացեն կամ կսկսեն նոր գործ, նոր կյանք, նոր հարաբերություններ, նոր ինչ-որ փոքր մի բան։ Նաև երեխաների հետ է կապված սա հղիություն, ծննդաբերություն, թուրներն են գալիս ձեր տուն, երեխաներն են գալիս ձեր տուն, երեխաներից ինչ-որ նորություն եք լսում, այդպես։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 7-ին։ Հաջողություն, նոր դռներ են բացվելու ձեր առջև, նոր հնարավորություններ, օգտվեք դրանից։ Ոմանք նաև կողը դուռ են փակում, ինչ-որ մի բան եք փակում։ Ինչ-որ մի բան ավարտում եք եւ վերջ։ Արդեն էլ չեք անդրադառնում դրան։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ աղջկա հետ։ Կարող եք պատահական տեսնել, կարող է նաև հյուր է գալիս, դուք եք գնում հյուր, ինչ-որ մեկն է, միգուցե գործի բերումով է, միգուցե անձնական, այդպես կամ նաև սա նաև ինչ-որ ակնթարթ կարող եք ծանոթանալ այս աղջկա հետ, տղամարդկանց համար է սա, նորություններ նաև կլսեք այդ կնոջից, չգիտեմ ով է, ցույց չտվեցին ով է, եւ խորամանկ մարդ կա, տեսնենք դուք պետք է լինեք խորամանկ, թե դիմացինը խաբեբայն է, ուշադիր լինեք։ Այստեղ երեխաները կարող են խորամանկություն անել, հա, ինչ-որ կամ գումար ուզել, կամ դասերը չանել, կամ ինչ-որ մի պահել են այստեղ։ Եվ պետք է խորամանկ լինել նաև բիզնեսի հետ կապված, եթե ունեք, ապա պետք է մի քիչ խորամանկություն անեք բիզնեսում, որպեսզի կարողանաք այն առաջ տանել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 7-ին։ Հաջողություն, նոր դռներ է բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ է բացվում ձեր առջև, որ կարողանաք գործերը առաջ մղել, առաջ տանել, նաև ճանապարհ գնալ, սա ձեզ հաջողություն է բերում նաև ճանապարհին, որպեսզի ճանապարհ գնաք։ Նաև կարող եք շատ ճանապարհներ լինել, տեղափոխվել, մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, այստեղ շատերը կարող են տեղափոխվել նաև մեկ այլ երկիր։ Գնում եք մեկ այլ վայր։ Գործերը կարող եք տեղափոխել օրինակ օտար երկիր։ Ձեր ցանկությունները նաև այդ օրը կիրականանան, այն ինչ որ դուք ուզում եք։ Եվ հերվից ոչ թե մեկի մասին տեղեկատվություն կլսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 7-ին։ Գումար կծախսեք այդ օրը, նաև գումար կստանաք այդ օրը։ Առիթի եք։ Այստեղ կարծես թե ծնունդ է, ինչ-որ առիթ է։ Կարող եք այցելել գեղեցկության սրահ, կարող եք այցելել բժշկական վայցե կենտրոն, կարող եք լինել ձեր ծնողների հետ, ձեր ծնողներից մեկի ծնունդն է։ Եվ այստեղ անակնկալներ են, նվերներ, ծաղիկներ, ծնունդ կարող է լինել, ոմանց համար սա նաև ժամադրություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ամեն դեպս ինչեր որ լինի, ամեն ինչ ծաղկում է, ամեն ինչը լավ է։ Հիանալի օր է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։
Ինչ է սպասվում վիշապներին մարտի 7-ին։ Բոլորին սա են գնում, հաջողություն, դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են լինում ձեզ և ընտրության առջև եք կանգնած լինելու այդ օրը, ինչ-որ բան եք ընտրալում, ոմանք շատ կարևոր, ոմանք ուղղակի այնպես անգամ հագուստի մեջ և նամակագրական կապեր, սա նաև փաստաթղթեր են, որ կուղարկեք կամ կստանաք, եթե առիթ եք գնում, սա ոնց որ ծրար է, ավելի շատ մեջը գումար դնեք և հանձնեք դիմացինին։ Դե, կողա նոր ծանոթություն է և խոսում եք դեռ նամակով իրար հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կոցերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 7-ին։ Երեխաների հետ կապված վեց իրադարձություններ են այդ օրը, հղիություն, ծննդաբերություն, միգուցե և ավելի այդպես ինչ-որ կարևոր մի բան եք լսում երեխաների մասին, ոմանք բիզնես կբացեն, ոմանք նոր կյանք են սկսում, նոր փոքր ինչ-որ մի բան է սկսվում ձեզ մոտ, հարաբերություն և այլն ինչ-որ մի բան։ Շփում բավականին շատ կունենաք այդ օրը, միգուցե դա նոր սեր է, միգուցե երեխաների հետ եք շատ շփվում, թոռների հետ եք շփվում, նաև դա լեզվակռիվ է, եթե ունեք մի քիչ մեծ երեխաներ կարող եք իրար հետ վիճել, չհասկանալ իրար, և նաև բամբասանք է։ Եվ ունեք այդ օրը հաջողություն, ամեն ինչ ոնց որ ձեր առջև բացվում է, հնարավորությունը տրվում ձեզ, այնպես որ կարող եք յուրաքանչյուր բան անել այդ օրը։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 7-ին։ Էմոցիոնալ կլինեք բավականին շատ, նաև հետաքրքիր երազներ եք տեսել այդ օրը, հանդիպում, շփում ձեր մայրիկի հետ, ոմանք էլ այստեղ ռոմանտիկ, որովհետև ժամադրության կգնան, ինչ-որ ռոմանտիկ բայր կմտցնեն իրանց ընտանիք։ Սա նաև մթություն է, դա վերաբերվում է, որ գաղտնիություն կա, ինչ-որ մի հարցում, որը անհայտ է ձեզ։ Միգուցե գաղտնիք է բացահայտվում այդ օրը։ Այստեղ կողը ինչ-որ մեկը իր սիրտը բացում է ձեր առջև։ Չորս կողմից այդ օրը սեր կստանաք, ձեզ շատ սիրված կզգաք, բոլորից սեր եք ստանալու, նաև դա կարող է լինել սիրո խոստովանություն, դուք անեք ձեզանեն, հարազատների շրջապատում լինեք, և գումար եք ծախսելու, նաև գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մարտի 7-ին։ Ինչ-որ մի բան է կտրուկ ձեզ մոտ փոփոխվելու, կտրուկ քայլ եք անելու, ոմանց համար սա վիրահատություն է, որ այդքան էլ չի կարելի, մարդ ինքը գիտի, նաև կտրուկ քայլը դա ինչ-որ մի բան հիմքից հանելն է, կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ և իրեն ձեր կյանքից հանեք կտրուկ, անմտածված քայլ է, սա կտրուկ քայլ է, որի համար մարդը հետո կարող է փոշմանել։ Նաև այդ օրը շատ զրույց կունենաք ինչ-որ մարդկանց հետ, խոսակցություն, լեզվակռիվ նաև չի բացառվում, բամբասանք նույնպես։ Ոմանք կգնան բժշկական կենտրոն, ոմանք կգնան առողջության հետ կապված, առողջությամբ ձեր կզբաղվեք, նաև կարող եք այցելել, ոչ թե ինչ-որ կարող նաև ձեր ծնողներին այցելել, բայց նաև կարող եք գնալ ինչ-որ վարսահարդարման սրահ կամ կոսմետոլոգի մոտ և ինչ-որ սուր գործիքներով ինչ-որ գործեր անեք։ Եվ եթե այդպես է ձեր աշխատանքը, ապա ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 7-ին։
Ինչ որ խոչընդոտներ են, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել։ Ոյ։ Չէ, մի բանի կորուստել է այստեղ, նայեք, գնում է։ Տեսնենք ինչու է խոչընդոտը։ Փոփոխության մեջ է, հա, այստեղ նայեք գնում է, այսպես թե այնպես քարտերն էլ են դա ցույց տալիս, ոնց որ մարդու մոտ փոփոխություն է տեղի ունենում, եւ այդ փոփոխությունը ձեզ մոտ խոչընդոտներ են։ Ինչ է կարողանում դեռ պետք է կարողանաք հարմարվել այդ փոփոխություններին, հա, որտեղ ձեզ այնց ոչինչ կախված չէ։ Նաև այստեղ կարող է լինել տեղափոխություն, օրինակ, ինչ-որ բան, ինչ-որ մի տեղից մյուս տեղ ինչ-որ բան եք տեղափոխում եւ դա ձեզ բերում է խոչընդոտներ։ Այն չեք կարողանում կամ ինչ-որ մարդ չկա, որ տեղափոխի եւ այլն։ Միևնույնն է, ինչ-որ մի բան է ձեզ մոտ գնալու, հա, սա կորուստ է եւ նորը գալու համար, հա, ձեզ համար դա կարող է լինել իրոք, հա, շատ մեծ կորուստ, որտեղ այստեղ նաեւ Չէ, ասեմ, որ այդքան էլ չեք նեղվի այդ փաստից, այնպես որ հանգիստ արեք, հա, ինչ էլ որ կորի, միևնույնն է, հետո ոնց որ ամեն ինչ ծաղկելու է։ Ուրեմն գնաց են, ինչը որ ձեզ այս պահին հարկավոր չէր, հա, միայն դա գնաց։ Այդպես պետք է մտածել։ Որովհետև հետո շատ լավ է լինելու։ Հետո ավելի լուսավոր է լինելու, հետո ավելի ծաղկուն շրջան է լինելու, այնպես որ ինչ որ գնում է, թող գնա, մի մտածեք, որ դա կորուստ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 7-ին։ Ճանապարհներին եք շատ լինելու, այսօր են կողմ կգնանք, ոմանք նաև տեղափոխվում են, ոմանք նաև իրենց գործերը առաջ կմղեն, ինչ գործ որ ունեք, դրանք առաջ կմղեք։ Նաև երկար ճանապարհ կարող եք գնալ։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, տեսնենք ով է այս տղամարդը։ Նա ինչ որ կին է նաև ցույց տալիս։ Միգուցե ձեր քրոջ ամուսինն է։ Գուցե նաև զույգեր է ցույց տալիս սա, ձեր երկրորդ կեսն է, ձեր երեխայի հայրը, օրինակ, եթե այդպես է։ Ինչ-որ առիթի հետ է կապված, կամ հասարակական գործիչ է, կամ ինչ-որ առիթի ժամանակ կարող եք հանդիպել այդ մարդուն։ Գուցե նոր ծանոթություն է, նոր հարաբերություններ են, կամ ձեր տղան է, կամ ձեր աղջիկը կարող է ծանոթացնել իր երկրորդ կեսի հետ։ Եվ ինչ-որ ոլորտ, որը որ ձեզ մոտ կաղում էր, այդքան էլ լավ չէր, ապա այդ ոլորտը այստեղ կայունանում է, ամեն ինչ կարգավորվում է ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին մարտի 7-ին։ Այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ, կամ ինչ-որ մեկի հետ, նաև կարող փաստաթղթեր ուղարկել, փաստաթղթեր ստանալ, ստուգել փաստաթղթերը, այդպես կարգի բերել ամեն ինչ։ Ինչ-որ մի բան այստեղ այնպես չէ, ընդհանուր շարժվում է սա։ Ինձ դուր չի գալիս։ Ահա, նաև դե կարող նոր ծանոթություն է սա եւ սկսում եք շփվել իրար հետ։ Ինչ որ ցուցակ կարող եք կազմել եւ գնալու են խանութ։ Սա շաբաթ է, կարող եք գնում եք օրինակ առիթի եւ ծրարի մեջ գումար եք դնում տալիս։ Փաստաթուղթ կարող եք ստանալ։ Եվ այդ օրը բավական էմոցիոնալ կլինեք, նաև սա ռոմանտիկ ժամադրություն է ոմանց համար, հանդիպում մայրիկի հետ, շփում մայրիկի հետ, նաև ինչ-որ բաներ ձեզ մոտ մութ կարող է մնալ, հա, ոնց որ գաղտնի կարող է մնալ, չի բացահայտվում ինչ-որ բաներ ձեզ մոտ։ Եվ այդ օրը հյուր կունենաք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, բավական առույգ կլինեք, այս այն կողմ կգնաք, երկար ճանապարհ կգնաք, նաև սա դրսում ծանոթություն է, բայց դա կփորձեն ծանոթանալ, հա, դա ոնց որ ակնթարթային է, հա, դա ինչ որ արագ չի տևում։
երկար չի տևում, դա շատ արագ։ Եվ ինչ որ բան կարող եք ստանալ։ Այստեղ կարող փաթեթ եք ստանում կամ ոչ այնց նամակ, փաստաթուղթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 7-ին։ Այդ օրը հարսանիքի են ոմանց ամուսության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, այսպես ճակատագրական քայլ է, միգուցե ձեր հարսանիքն է, ձեր երեխայի հարսանիքն է։ Սա նաև պայմանագիր է, որ կարող եք կնքել, սա նաև ցիկլային աշխատանք է, որ մշտապես նույն բանն եք անում, ոնց որ 10 հատ ինչ-որ բան են պատվիրել եւ օրվա ընթացքում նստած անընդհատ նույնն եք անում։ Եվ այդ օրը ոմանք այցելեն գեղեցկության սրահ, ոմանք ոչ բժշկական կենտրոն, իրենց ձեր առողջությանը կհետևեք, նաև կգնաք ձեր ծնողներին տեսակցության։ Ինչ որ առումով նաև դժվար օր է ոմանց համար, եթե այստեղ մարդկանց համար ճակատագրական օր է, մարդկանց համար էլ դժվար օր է։ Բերը ձեր ուսերին է եւ դուք պետք է ամեն ինչ անեք։ Թեկուզ այստեղ խնամքը, հա, ծնողների ձեր ուսերին է այդ օրը։ Միգուցե ընկերը ձեզ աջակցի, հա, այդ ամենից դուրս գալու համար։ Միգուցե ընկերոջն է օգնություն պետք, իր մոտ է դժվարություն եւ իրեն պետք է աջակցեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։